Ինչ ախտորոշման մասին է խոսում ձեր ատամնացավը։ Եկեք հասկանանք։ Նախ պետք է հասկանալ, թե որքան ժամանակ է տևում ցավը։ Եթե ձեզ մոտ ցավը սկսվում է ջերմային գրգռիչներից, օրինակ սառը ջուր կամ թաք թեյ խմելուց, տևում է մի քանի վայրկյան, ապա անցնում, հավանական է, որ ձեզ մոտ կա ատամների գեզգայունություն։ Եթե ցավ առաջանում է ջերմային գրգռիչներից բացի նաև քաղցր ուտելուց, տևում է մի քանի րոպե եւ անցնում ատամը լվանալուց անմիջապես հետո, ապա ձեզ մոտ առկա է միջին կամ խորանիստ կարիես։ Գիշերային անսպասելի ցավը, երբ գրեթե ոչինչ չի օգնում այն մեղմելու համար, վկայում է արդեն նյարդի բորբոքման մասին։ Իսկ երբ ցավը արդեն կծելուց եւ ծամելուց է, եւ հիվանդը նշում է, որ կարծես թե այդ ատամը ավելի բարձր է, քան մնացածը, մենք հասկանում ենք, որ բորբոքումն արդեն տարածվել է դեպի ատամի հարակից հյուսվածքներ։ Դիմելով բժշկին կարիեսի փուլում, դուք կարող եք կանխարգելել ատամի նյարդի եւ հարատամնային հյուսվածքների բորբոքումը։ Լսեք ձեզ բուժող բժշկին, քանզի նա ավելի լավ գիտի, թե ինչ է ձեզ հարկավոր։